նախագծային աշխատանքը նվիրված է Մովսես Խորենացու հայոց պատմությանը։ Նախագծային աշխատանքի մասնակիցներն են Հովհաննիսյան Մարիկ, Սարգսյան Վարդան, Հակոբյան Սյուզին, Թամարյան Լիլիան, Վասիլյան Հասմիկ, Ներսիսյան Մանեմ և ես, Ռիմա Ամիքանյանից։ Նախագծային աշխատանքի ղեկավար Ընկեր Բաղումյան։ Մովսես Խորենացի։ Տարբերակի պատմություն հայոց երկը բաղկացած է 3 մասերից, որոնք ամրում են գրքեր։ Առաջին գիրքը կազմված է 2 գլխից, հայոց մեծերի ծննդականությունը վերնագրով, եւ հիմնականում այնտեղ պատմվածում է հայոց հայկ Արամ Արագեբեցիկ նախապետներին, Երվանդ Սակավատյաց Պարույր Սկայորդի, Տիգրան Մեծ թագավորների։ Ճիշտ որոշել թագավորների եւ առաջնորդների իշխանության տարիները։ Պատմիչը գիրքը շարադրել է 7 լեզվով, պատկերավոր ուսուցչությամբ։ Խորենացու երկու մասին խոսելիս։ Ըստ Մովսես Խորենացու, հայկը գամբրահեր, վայր չակած, զվարթ աչքերով, ուշի մուխոհեմ, երևելի ու ազատասեր մի դյուցածներ, ով չցանկանալով հպատակվել Ասորստանի տիրակալ Տիտանյան բերին, Բաբելոնից իր տողնում գալիս է Արարատի երկիրը, ապա անցնում Հարկ գավառ եւ այնտեղ հիմնում իր անունով բնակավայր Հայկաշենը եւ բնակվում այնտեղ։ Արոն Գյուղացի եւ Շամիրան։ Ըստ Խորենացու Ասորստանի թագուհի Շամիրանը հրապարակվել է հայոց աղքա Արայի գերտեցությամբ, ձգտելով իրեն։ Խոստումները եւ ընծաներն արդյունք չեն տվել Շամիրանը, վճռել է զենքի ուժով հասնել իր նպատակին։ Արեքան էլ դու թես ով Շամիրան, որպես արքան մանուկ Արամ, չեմ դավաճանի իմ նվախին։ Որքան փորձանք կային ձո սրտին, որքան էլ փայլդ փայլեն նրան, չեմ դավաճանի իմ նվախին, որքան էլ դու թես ով Շամիրան։ Խորենացի ներկայացնում է Արտաշեսի իշխանության նախորդած տարիները, Արտաշեսի կյանքը մանկությունից մինչև մարդ։ Պատմիչը հանգամանորեն ներկայացնում է ալանների հարձակման և նրանց պարտության մասին, նկարագրում է Արտաշեսի ամուսնությունը ալանների թագավորի իմաստուն և գեղեցիկ դստեր Սաթենիկի հետ։ Արտաշեսի մահից հետո գանը բարձրանում նրա տղա Արտավազդը, որը մի փառասեր և ինքնահավան մարդ էր։ Բարի, օրինապար և հայրենասեր Արտաշեսի մահվա ժամանակ, երբ շատերը իրենց սովորության համաձայն ինքնասպան են լինում իրենց սիրելի թագավորի համար, Արտավազդը այդ ամենը տեսնելով նախատում է հորը, ասելով՝ «Մինչ դու գնացիր և ողջ երկիրը տարավ քեզ հետ, ես այս ավերակների վրա ինչպես թագավոր եմ»։ Շրջանների ցանկուց։ Հեղինակները՝ քանդակագործ Ահլեն Նուրիջանյան և գրվագործ Ներսես Չարքչյան։ Լավ աշխատել էիք, միասին լավ չարչար։